Սառը, քաղցր, փափուկ, տարբեր գույների ու համերի, զովացնող ու տրամադրությունը բարձրացնող։ Բոլորիս սիրելի պաղպաղակներին կարող ենք շատ ու շատ քաղցրահունչ բառեր շռայլել, բայց այսօր խոսելու ենք ոչ թե դրանց համ ու հոտի մասին, այլ բացահայտելու ենք բոլոր ժամանակների ամենասիրելի էսկիմո պաղպաղակի ստեղծման զվարճալի պատմությունը։ 1922 թվականի հունվարի 24-ն էր, երբ Քրիստիան Նելսոնը ստացավ էսկիմո արտադրելու արտոնագիրը։ Ամերիկյան Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի հրուշակագործ սեփականատերը, որը նաև խանութի մոտ գտնվող դպրոցի ուսուցիչ էր, որոշում է շոկոլադապատ պաղպաղակ ստեղծել մի փոքրիկ տղայի հետ զրույցից հետո։ Երեխան եկել էր խանութ և չէր կողմնորոշվում շոկոլադ գնի, թե պաղպաղակ։ Երբ Նելսոնը հարցնում է, թե ինչու երկուսն էլ չի գնում, փոքրիկը պատասխանում է, որ շատ կուզենար, բայց գումարը չի բավարարում։ Հենց այդ պահին էլ հրուշակագործի մտքով անցնում է սերուցքային պաղպաղակը պատել շոկոլադով, որպեսզի ստացվի երկուսը մեկում քաղցրավենիք, էսկիմո կարկանդակ անվանումով։ Ի սկզբանե այն եղել է առանց փայտիկի, ավելացվել է էսկիմո պաղպաղակին 1934 թվականին, իսկ փայտիկի պատմությունը շատ ավելի հին է, քան էսկիմո պաղպաղակինը։ Դեռևս 1905 թվականին Սան Ֆրանցիսկոյում Ֆրենկ Էպերսոն անունով մի 11-ամյա տղա լիմոնաթով լի բաժակը գիշերը թողնում է տան բակում, քանի որ ձմեռ է լինում, լիմոնաթը սառչում է, ամրանալով բաժակի մեջ մնացած փայտե գդալին։ Առավոտյան Ֆրենկը քաղցրահամ սառույցը բաժակից հանելով համտեսում է և հասկանում, որ հայտնագործություն է արել։ Այն անվանում է սառցալեզվակ, որը շուտով հայտնի է դառնում ամբողջ քաղաքում։ Հարց է առաջանում, իսկ ինչու հենց էսկիմո։ Վարկածներից մեկի համաձայն էսկիմո բառը գալիս է ֆրանսիացիներից, նրանք այդպես են անվանել մանկական կոմբինեզոնին, որը նման է էսկիմոսների հագուստին։ Այդ իսկ պատճառով էլ շոկոլադե հաստ շերտով պարուրված պաղպաղակը ստացել է էսկիմո անվանումը։